Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1617-րդ օրն է։ Գիտեմ, որ մեր լսարանը ամենից շատ սպասում է Ուկրաինայի նոր հարվածների մասին տեղեկություններին, բայց նախ ցանկանում եմ ձեզ պատմել քաղաքական կարևոր նորությունների մասին, իսկ նոր հարվածներ իհարկե կան, մեր Telegram-յան ալիքի հետևորդները հավանաբար արդեն տեսել են հարվածների կադրերը Ղրիմից մինչև Պերմ։ Անցած գիշեր հարվածի տակ են հայտնվել նաև Ռիազանի մոտակայքում գտնվող Վայլդբերիսի պահեստները, Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբը արդեն հաստատել է օբյեկտի խոցումը, բայց սկսենք քաղաքական նորություններից։ Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմը նոր աննախադեպ փուլ է թևակողում, Վաշինգտոնն ու Բրյուսելը միաժամանակ պատրաստել են երկակի հարված, որն ուղղված է Մոսկվայի դաշնակիցների եւ առևտրային գործընկերների դեմ։ Առաջին հարվածը գալիս է Ամերիկայից, Ամերիկայի Սենատը 86 ձայնով հավանություն տվեց պատժամիջոցների նոր կոշտ օրինագծին, որը մշակվել էր հանգուցյալ սենատոր Լինսի Գրեմի կողմից եւ ստացել Դոնալդ Թրամփի աջակցությունը։ Այս փաստաթուղթը Ամերիկայի նախագահային իրավունք է տալիս մինչև 100% մաքսատուրքեր սահմանել այն երկրների դեմ, որոնք շարունակում են գնել ռուսական նավթն ու գազը կամ օգնում են Մոսկվային շրջանցել սահմանափակումները։ Գլխավոր թիրախների թվում են Չինաստանը, Հնդկաստանը եւ այլ երկրներ, որոնք հանդիսանում են ռուսական էներգակիրների խոշորագույն գնորդները։ Երկրորդ հարվածը հասցնում է Եվրոմիությունը, որը պատրաստում է իր պատմության մեջ ամենախոշոր փաթեթը, սև ցուցակում ներառելով ռեկորդային 1600 ընկերություններ ամբողջ աշխարհից, եթե ամերիկացիները հարվածում են էներգետիկայի հսկաներին, ապա եվրոպացիները տոկոսային ճշգրտությամբ թիրախավորում են լոգիստիկ ֆիրմաներն ու էլեկտրոնիկա մատակարարողներին Թուրքիայում, Չինաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Հնդկաստանում, որոնց միջոցով ռուսական ռազմարդյունաբերական համալիրը ստանում է միկրոչիպեր եւ տեխնոլոգիաներ։ Արմատական փոփոխություններ են սպասվում նաեւ մեր տարածաշրջանում։ Ադրբեջանը հայտնվել է ամերիկյան օրինագծի ուղիղ թիրախում որպես ռուսական նավթի խոշոր սպառող, ինչը Բաքվի համար լուրջ տնտեսական ռիսկեր է ստեղծում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր հայրենիքին հաջողվում է խուսափել կոշտ սահմանափակումներից, բայց Հայաստանը մնում է միայն արևմուտքի խիստ մոնիտորինգի գոտում, իսկ հայկական բիզնեսին այս պահին դեռ հաջողվում է հեռու մնալ զանգվածային սև ցուցակներից, չնայած արևմուտքին հայտնի են բոլոր այն սխեմաները, որոնցով նաև հայկական բիզնեսն է համագործակցում Ռուսաստանի հետ։ Ցավոք սրտի, ամերիկյան օրինագծի վերջնական ընդունումը եւ Եվրոմիության ցուցակների հաստատումը սպասվում են այս աշնանը հոկտեմբերին։ Կկարողանան արդյոք Թուրքիան, Ադրբեջանը եւ ասիական հսկաները դիմանալ Վաշինգտոնի եւ Բրյուսելի այս համակարգված տնտեսական ճնշմանը, ժամանակը ցույց կտա։ Բայց ինձ թվում է մեզ ավելի շատ պետք է հուզի, թե ինչ պետք է անի Փաշինյանը, որպեսզի Հայաստանը զերծ պահի արևմուտքի զայրույթից։ Միգուցե ինչ-որ ներքին կարգավորումներ են պետք, որպեսզի ոչ ոքի մտքով չանցնի Ռուսաստանի հետ համագործակցել։ Իդեպ Ռուսաստանի բանակից փախնողների նոր ալիք է բարձրանում դեպի Հայաստան։ Այս ուղղությամբ էլ պետք է ուշադիր լինել, որպեսզի Ռուսաստանից նոր ներհոսքը բարդություններ չառաջացնի Հայաստանի մեր հայրենակիցների համար։ Ցավոք արդեն լուրեր կան, որ բնակարանների արենդայի ոլորտում գների բարձրացում կա եւ Հայաստանում մարդիկ արդարացի բողոքում են դրանից։ Հետաքրքիր է մեր լսարանի կարծիքները իմանալ։ Խնդրում եմ գրեք մեկնաբանություններում ինչ լուծումներ եք տեսնում դուք, ինչ կառաջարկեիք Հայաստանի իշխանություններին։ Հիմա անցնենք ռազմական նորություններին, որտեղ իրադարձությունները զարգանում են շատ արագ։ Ուկրաինական անօդաչուների հարվածները Ռուսաստանի եւ Ղրիմի տարածքին պատերազմի սկզբից ի վեր բացարձակ ռեկորդներ են սահմանում։ Լրագրողական հետաքննությունների տվյալներով միայն 26 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի տարածքում արձանագրվել է ավելի շատ անօդաչու սարք, քան պատերազմի նախորդ մի քանի տարիներին միասին վերցրած։ Ռուսական իշխանությունները հայտարարել են այս տարվա ընթացքում ավելի քան 37,000 դրոնի ոչնչացման մասին, ընդ որում հարվածների հիմնական թիրախների մեջ առաջին անգամ հայտնվել է Մոսկվայի տարածաշրջանը, որտեղ տարեսկզբից ի վեր հայտարարվել է 2004 դրոնի իբր խոցման մասին։ Անցած գիշեր Ուկրաինայի պաշտպանության ուժերը իրականացրել են լայնածավալ համակարգած գործողություն, միաժամանակ հարվածելով Ռուսաստանի մի քանի խորը թիկունքային եւ հարավային շրջանների ռազմավարական օբյեկտներին։
Ռոստովի մարզում հրթիռային եւ անօդաչուների զանգվածային հարված է հասցվել Տագանրոգի նավահանգստին։ Տեղի նահանգապետ Սլյուսարը հաստատել է, որ դրոններ են հայտնաբերվել արտադրական կազմակերպությունների եւ ծովային նավահանգստի տարածքում։ Տագանրոգի նավահանգիստը օգտագործվում է պատժամիջոցների տակ գտնվող բեռների արտահանման եւ անեքսացված ղրիմի խմբավորմանը վառելիքով եւ զենքով մատակարարելու համար։ Պայթյուններ են գրանցվել նաեւ Բատայսկում եւ Կամենսկ-Շախտինսկում։ Զգում եք, չէ՞, քանի մեր խոցելու հնարավորությունները մեծանում են, այնքան հարվածները շատանում են եւ Ռուսաստանում խոցված թիրախների ցանկն է ավելանում։ Ռիազանի մարզում հարվածի տակ են հայտնվել երկու խոշոր օբյեկտներ։ Նահանգապետ Մալկովը հաստատել է արդյունաբերական տարածքներում հրդեհների փաստը։ Թիրախների թվում են Ռիազանի նավթավերամշակման գործարանը, որը Ռուսաստանի խոշորագույններից է եւ վառելիք է մատակարարում բանակին, ինչպես նաեւ Վայլդբերիսի 170,000 քառակուսի մետր տարածքով լոգիստիկ համալիրը։ Փորձագետները նշում են, որ այս մարքեթփլեյսը ակտիվորեն օգտագործվում է ռուսական ռազմարդյունաբերական համալիրի կողմից երկակի նշանակության ապրանքների գնումների եւ մատակարարումների համար։ Բացի այդ, ուկրաինական ուժերը հասել են մինչև Ուրալ, գիշերային հարվածի հետևանքով բռնկվել է Պերմի խոշոր նավթավերամշակման գործարանը, որն ապահովում է ագրեսորի ռազմական կարիքները։ Հիշեցնեմ, որ բոլոր կադրերը մեր Telegram-ում են։ Իսկ նրանց համար, ովքեր բաց են թողել Մոսկվայի մարզին հասցված հարվածի մասին տեղեկատվությունը, հիշեցնեմ, որ ուկրաինական անօդաչուները հաջողությամբ թիրախավորել են Չեխով քաղաքում գտնվող Գիդրոստալ կոնստրուկցիա ռազմավարական գործարանը։ Այս ձեռնարկությունը արտադրում է կարևոր բաղադրիչներ էլեկտրակայանների եւ հիդրոտեխնիկական օբյեկտների համար, որոնք ապահովում են ռուսական ռազմական ենթակառուցվածքների աշխատանքը։ Չնայած Մոսկվայի մարզը համարվում է Ռուսաստանի ամենախիտ եւ բազմաշերտ հակաօդային պաշտպանություն ունեցող տարածքը, Ուկրաինայի պաշտպանության ուժերին հերթական անգամ հաջողվել է ճեղքել այն եւ նույնիսկ քաղաքապետ Սոբյանինի հայտարարած 45 անօդաչուների խոցումը չի փրկել գործարանը պայթյուններից ու ավերածություններից, ինչը հաստատում են տեղի բնակիչների կադրերը, որոնք մենք սիրով տեղադրել ենք նաեւ մեր Telegram-ում։ Ինչպես եւ երեք առանձին ներկայացնեմ Մադյարի օպերացիայի տվյալները, Ուկրաինայի անօդաչու համակարգերի ուժերը հայտարարել են Մալոչկա հատուկ գործողության ֆենոմենալ արդյունքների մասին։ Ընդամենը 3 շաբաթվա ընթացքում ուկրաինական դրոնները շարքից հանել են Ռուսաստանի ստվերային նավատորմի 201 նավ, որոնցից 129-ը Ազովի, իսկ 72-ը Սևծովում։ Ստորաբաժանման հրամանատար Ռոբերտ Մադյար-Բրովդիի խոսքերով Կերչի նեղուցը այժմ արգելափակված է անորոշ ժամանակով, քանի որ այնտեղ ֆիզիկապես նավեր չեն մնացել, բացի նրանցից, որոնք վերածվել են չշարժվող բարժաների։ Այս տեղեկությունը լիովին համապատասխանում է Ուկրաինայի զինուժի գլխավոր շտաբի թարմ հաշվետվությանը։ Ռազմական հրամանատարությունը պաշտոնապես հաստատել է, որ անցած գիշեր բացի Ռիազանի նավթավերամշակման գործարանից հաջողությամբ խոցվել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի արագընթաց կացերների բազավորման վայրը Ղրիմի Միջվոդնեյի շրջանում, որը օգտագործվում էր ափերի պահպանության եւ լոգիստիկայի համար։ Բացի այդ, ոչնչացվել է հակառակորդի ռադիոլոկացիոն կայանը Բրյանսկի մարզի Պոչեփ շրջանում, հարվածային դրոնների պատրաստման եւ արձակման կետը Դոնեցկում, ինչպես նաեւ Դոնեցկի մարզի Վիսելոկ շրջանի ավտոմոբիլային կամուրջը, որը ռուսական բանակը օգտագործում էր ռազմական լոգիստիկայի համար։ Ընդհանուր առմամբ ռազմաճակատի ողջ երկայնքով անցած մեկ օրվա ընթացքում գրանցվել է 272 մարտական բախում, իսկ հակառակորդի կորուստները կազմել են մեկ օրվա ընթացքում 1310 զինվոր եւ 1882 միավոր թշնամու տեխնիկա եւ սպառազինություն։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Պատերազմի սկզբից մինչ օրս թշնամու ընդհանուր կորուստները արդեն կազմել են 1,443,450 օկուպանտ։ Այժմ խնդրում եմ մի քանի վայրկյան ընձեռնել եւ լայքել մեր եթերը, ինչպես նաեւ հնարավորության դեպքում տարածել այն սոցիալական ցանցերում։ Ձեր աջակցությունը լայքերի եւ տարածումների տեսքով շատ զգալի է։ Անչափ շնորհակալ եմ յուրաքանչյուրից ձեր աջակցության համար։ Վաշինգտոնում կայացել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունները Սպիտակ տանը։ Ամերիկյան Fox News հեռուստաալիքը ընդգծում է, որ ամիսներ տևած անորոշությունից հետո Վաշինգտոնի եւ Կիևի հարաբերություններում երկար սպասված ջերմացում է սկսվել, իսկ ինքը Թրամփը հանդիպումը անվանել է չափազանց հաջող։ Ղեկավարները քննարկել են Ուկրաինայի համար Patriot համակարգերի հակարտիրային պաշտպանության լիցենզիաների տրամադրումը, հակաբալիստիկ պաշտպանության հարցերը եւ Մոսկվայի վրա տնտեսական ու քաղաքական ճնշում գործադրելու մեթոդները։
Այս ֆոնին լուրջ առաջընթաց է գրանցվել նաև ամերիկյան սենատում, որտեղ, ինչպես ասացի, ընդհանրակարգային քվեարկությամբ 86 կողմ եւ 12 դեմ ձայներով հավանության է տրվել Ռուսաստանի դեմ նոր դժոխային պատժամիջոցների օրինագծին։ Փաստաթղթի համահեղինակներից է եղել հանգուցյալ սենատոր Լինցի Գրեմը, ում հուղարկավորությանը Զելենսկին մասնակցեց Ամերիկայում։ Օրինագիծը Ամերիկայի նախագահային իրավունք է տալիս նպատակային մաքսատուրքեր սահմանելի երրորդ երկրների դեմ ռուսական նավթ գնելու համար։ Վլադիմիր Զելենսկին արդեն հայտարարել է, որ Սենատի այս քայլը կարևոր հիմք է Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Միևնույն ժամանակ ուկրաինական դիվանագիտությունը ամրապնդում է դիրքերը Մերձավոր Արևելքում։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Սիբիգայի հետ։ Սաարը ընդգծել է, որ Իսրայելն ու Ուկրաինան ընկերներ են եւ պաշտոնապես հրավիրել է Սիբիգային այցելել Իսրայել։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությունն ու ընդհանուր արտաքին սպառնալիքները, մասնավորապես Իրանի կողմից իրականացվող էսկալացիան։ Ուկրաինացի դիվանագետը արդեն ընդունել է այս հրավերը։ Ավելին Ուկրաինայի դիվանագիտությունը չափազանց բարդ քայլերով, բայց խոսում է նաև հակառակորդների հետ։ Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Սիբիգան ուղիղ հեռախոսազրույց է ունեցել նաև Իրանի իր գործընկեր Աբբաս Արաքչիի հետ։ Սիբիգան հստակ հասկացրել է, որ տեղի ունեցողի միակ պատասխանատուն Ռուսաստանն է եւ կոչ է արել Թեհրանին դադարեցնել աջակցությունը Մոսկվայի ագրեսիային։ Երեկվա եթերում մանրամասնեցի, որ Իրանում բորբոքվել էին, որ Ուկրաինան խոցել էր իրանական նավը Կասպից ծովում։ Միևնույն ժամանակ ինսայդերի հետաքննությունը բացահայտել է ռուսական ռազմարտությունաբերության թույլ կողմերը։ Պարզվում է, որ Ռուսաստանը այդպես էլ չի սովորել ինքնուրույն արտադրել բերիլիումային կերամիկա, որն անհրաժեշտ է Իսկանդեր եւ Կինժալ հրթիռների հոնքային նշանառության գլխիկների եւ ռադարների համար։ Այս կարևորագույն նյութը Մոսկվան գրեթե ամբողջությամբ գնում է Ղազախստանից, իսկ այժմ փորձում է փոխել Ղազախստանի հետ ռազմատեխնիկական պայմանագիրը, որպիսի պաշտոնապես շրջանցի արևմտյան պատժամիջոցները։ Իսկ որպես այս ամենի կուլմինացիա Ուկրաինան հաստատել է հերթական հզոր տնտեսական հարվածը, ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, անօդաչուների հարձակման հետևանքով ամբողջությամբ կաթվածահար է եղել Տյումենի նավթավերամշակման գործարանը, որը մտնում է Ռուսաստանի top 10-ի մեջ եւ միակ գործողն է Ուրալում։ Ձեռնարկությունը ստացել է կրիտիկական վնասվածքներ, խոցվել են դիզելային վառելիքի հիդրոմաքրման եւ բարձր օկտանային բենզիների արտադրության կայանքները։ Գործարանի կանգառը ել ավելի է խորացնում վառելիքի դեֆիցիտը Ռուսաստանի ներքին շուկայում։ Բայց զգում եք, չէ, ինչպես է իրավիճակը փոխվում եւ Ռուսաստանի կարծես թե ոչ մի անկյունում ռուսական բանակին աջակցող ձեռնարկությունները չեն խուսափում ուկրաինական հարվածներից։ Ուկրաինական այս բոլոր ավերիչ հարվածների ֆոնին, ինչպես նշում է ռազմական վերլուծաբան Իգոր Լևինը, Ռուսաստանի բնակչությունն ու գործարար աշխարհը հայտնվել են մի հսկայական սոցիալական փորձարկման մեջ, որտեղ մարդիկ լիովին կորցրել են պատճառահետևանքային կապերը։ Մինչ գործարարները փորձում են պարզապես փող աշխատել եւ ձևացնել, թե պատերազմը իրենց չի վերաբերվում, այժմ Վալդբերիսի պահեստների ոչնչացումից հետո ռուսական մանր եւ միջին բիզնեսը կանգնած է զանգվածային սնանկացման եզրին։ Ձեռնարկատերերն արդեն բացահայտ նամակներով դիմում են Կրեմլին, զգուշացնելով, որ իրավիճակը դառնում է պատային, բյուջեի հարկային մուտքերը կտրուկ նվազելու են, իսկ հազարավոր մարդիկ կորցնելու են իրենց ապրուստի միջոցները։ Սակայն Կրեմլը փող չունի նույնիսկ իր ամենամոտ օլիգարխներին փրկելու համար։ Ըստ ռուսական աղբյուրների տվյալների, Պուտինի մտերիմ ընկերները Արկադի եւ Բորիս Ռոտենբերգները, ինչպես նաեւ Գենադի Տիմչենկոն, հսկայական ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել։ Նրանց կառույցները դադարել են վճարել վարկերի տոկոսները, իսկ պետբյուջեի ներկայիս ծանր վիճակի պատճառով պետությունը հրաժարվում է սուբսիդավորել նրանց, ինչը նշանակում է, որ այս օլիգարխների ակտիվները շուտով պարզապես կանցնեն պետությանը։ Ինձ թվում է սխալվում են բոլոր այն բիզնեսմենները, ովքեր Պուտինին որպես ընկեր են ընկալել։ KGB-շնիկը երբեք ընկեր չի դառնա, նա պարզապես հարմար պահին կխլի այսպես կոչված ընկերների ունեցվածքը։ Այս ամենի ֆոնին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանգնած է չափազանց ծանր եւ պատասխանատու ընտրության առաջ։ Մի կողմից Երևանը ամեն կերպ փորձում է թույլ չտալ Ռուսաստանի հետ հարաբերությունների ել ավելի վատթարացում, ինչը հատկապես կրիտիկական է գալիք ձմեռային շրջանից առաջ, հաշվի առնելով էներգետիկ եւ տնտեսական կախվածությունը։ Մյուս կողմից Մոսկվայի եւ նրա դաշնակիցների դեմ
Արևմուտքի աննախադեպ պատժամիջոցները արդեն իսկ ձևավորում են նոր աշխարհակարգ, այս իրավիճակում Հայաստանը ստիպված է գրագետ մանևրել, որպեսզի կարողանա գտնել իր անվտանգ եւ կայուն տեղը այս նոր աշխարհում եւ հեռու մնալ գլոբալ տնտեսական եւ ռազմական հարվածներից, եւ այս առումով նորից պետք է հիշեցնեմ, որ մենք Կիևից մեր ուկրաինական փորձագետների հետ միայն խնդիրները տեսնելու հարցում չէ, որ մասնագիտանում ենք, մենք նաեւ այդ խնդիրները լուծելու առումով էլ կարող ենք փորձագիտական առաջարկներ անել, եթե Հայաստանի կառավարությանը դա պետք լինի։ Մենք ոչ միայն խնդիրներն ենք տեսնում, եւ եթե հարկ լինի Հայաստանի կառավարությունը մեր փորձագետների կարիքն ունենա, բարձր է, որ այդ օգնությունը մենք Հայաստանին մեր կողմից կցուցադրենք։ Մինչ Ռուսաստանը խորասուզվում է տնտեսական ճգնաժամի մեջ, Ուկրաինան ամրապնդում է իր ռազմական եւ ռազմավարական կապերը, Կիև այցելած ամերիկացի հայտնի լրագրող MAGA-ի ակտիվիստ Լորա Լումերը բացառիկ հարցազրույց է արել Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Եվգենի Խմարայի հետ, սա նաեւ մեսիջ է Ֆյոդորովին եւ նրա կողմնակիցներին, որ իրենք թերթած էջ են։ Լորա Լումերը եւ Խմարան քննարկել են երկարաժամկետ ռազմական համագործակցությունը եւ այն, թե ինչպես Ուկրաինան կարող է օգնել Ամերիկային գլխավորել անօդաչու սարքերի համաշխարհային արտադրությունը, որպեսզի երկու երկրներն էլ արդյունավետորեն զսպեն ռուսական ագրեսիան։ Զգում եք, չէ՞, ինչ թեմաներ է քննարկվում, ինչպես է փոխվել աշխարհը։ Իսկ Պոլիտիկոն չվարանեց բոլորին զարմացնել իր վերնագրերով։ Այսօրվա հոդվածը վերնագրվել էր Զելենսկին Վաշինգտոնում սխրանք գործեց, որը նախկինում անհնար էր թվում։ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում ամերիկացի քաղաքական գործիչների կասկածները փոխարինել է Ռուսաստանի ջախջախման հավատով, շեշտը դնելով Թրամփի աջակցության պատժամիջոցների եւ Պետրիոտ համակարգերի վրա։ Այցի նպատակն էր Ուկրաինայի հաղթանակի հնարավորության ապացուցումը, իսկ արդյունքները կարծես թե ցուցադրում են, որ Ամերիկա հաջող է անցել, դե ինչ, մենք կշարունակենք հետևել եւ ձեզ ներկայացնել բոլոր մանրամասները, ինչ որ կատարվում է Ուկրաինայի եւ իհարկե մեր հայրենիք Հայաստանի շուրջ։ Շատ չերկարացնեմ, այսօրվա համար այսքանը, անչափ շնորհակալ եմ ջերմ մթնոլորտի եւ ձեր ակտիվության համար, ինչով անջատել է նորից հիշեցնեմ լայքերի եւ տարածումների մասին, ով չի հասցրել դա անել եթերի ընթացքում, մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ ամենագլխավորը եղեք անփորձանք։ Здравствуйте, уважаемые друзья. У нас долгожданная гостья Неля Куковальская, директор национального заповедника София Киевская. Но это, для тех, кто не знает, это украинская сокровищница. Здравствуйте. Здравствуйте, рада вас слышать. Да, мы очень рады вас видеть. И давайте для начала вот расскажите в двух словах вот о значении Софии Киевской. Вдруг есть такие люди на свете, которые не знают. Вот расскажите для них ее значение. София Киевская – это вообще уникальный шедевр мирового искусства, архитектуры, истории. Памятник, построенный в начале XI века, он один из древнейших в европейском мире, ну и в мировом тоже один из древнейших. Но так как сохранена София с многочисленными фресками первой половины XI столетия, их там 3000 квадратных метров, 260 квадратных метров уникальных византийских мозаик, сохраненных до нашего дня, и поздняя масляная живопись, темперная живопись, это тут просто клондайк для понимания истории, глубины истории нашей Украины, ее традиций, ее культуры. Я бы даже больше сказала, ее образования, науки. Я много видела соборов аналогичных в Европе, но таких, как у нас, уникальных не встречалось. А уникальность еще в том, что у нас очень много светских фресок, что отличает нашу Софию от других памятников такого порядка. Я видела много древних памятников византийской культуры и в Армении в том числе, но такого убранства, как в Софии, к сожалению, там нету. И София, она начинала нашу государственность, начиналась здесь, в Киеве, украинская, ну тогда говорили Русь, украинская государственность. И начиналась она великим киевским князем Владимиром Крестителем с его женой Анной Порфирородной, византийской царевной. Так кратенько, и в 1990 году не только Софию, а и весь комплекс, на котором она находится, внесли в списки всемирного наследия ЮНЕСКО. Вот сейчас проходит в Аль-Раиде, в Саудовской Аравии, сессия,
где нашу святыню вносят в списки под угрозой, потому что у нас война, и мы все очень переживаем за судьбу этого сокровища нашей нации. Да, мы подошли к вопросу связи армян с Софией. Вы уже супругу князя упомянули. Вот давайте тут поподробнее, чтобы побольше армянская аудитория узнавала про свою историю, про ее европейскую часть. Ну, тогда еще таких разделений не было, так что с интересом слушаем вас. Владимир Креститель женился, интересно, особенно интересно там была его женитьба на Анне Порфирородной, византийской царевны. Проблема была та, что Византия была при правлении, при правлении императоров попала под завоевание, и императоры византийские хотели отстоять свое государство и попросили помощи Владимира, Крестителя, нашего князя, помочь им отбить врагов. Но Владимир сказал, что я хочу в жены вашу царевну Анну. Ну, как-то долго они думали, но другого выхода не было. И Владимир видит, что они колеблятся по поводу Анны. Он забирает Корсунь, и тогда уже Византия поняла, что отхода назад нет, и приезжает посольство Анны и Владимира в Херсонес, и происходит то, что произошло. Анна становится женою Владимира, но Владимир был язычник, и один из важных моментов было требование Византии, чтобы он принял православную веру, христианскую, вернее, веру. Анна, приехав к Владимиру, а он в время что-то резко ослеп, и она говорит, что Владимир, крестись, и ты прозреешь. И так и произошло. Так что история вот такие интересные страницы пишет. И вот Анна приезжает в Киев вместе с Владимиром. Я буду говорить о Софии, они начинают в 1011 году строить величественный собор Святой Софии Киевской. Естественно, она привезла своих мастеров, привезла очень большое с собой приданное, в том числе и вещи, которые сегодня мы хотим исследовать дальше, и думаем, что они приехали с ней, в том числе икона Николая Мокрого, одна из святых икон, чудотворных икон, которая дожила до нашего времени, и большое наше несчастье, что она во время войны Второй мировой попала в Америку, думаем, что она вернется к нам. И вот Анна вместе с Владимиром, я вам еще раз хочу подчеркнуть, что она была рядом со своим мужем, она строила государство, она выстраивала отношения межгосударственные в Европе. Она создала школы, и учили в школе не только мальчиков, а и девочек. Она вложила большую свою долю своей души и сердца в создание этого большого государства, могущественного, которое Владимир создавал. Потому роль ее очень и очень и очень большая. А Анна сама происхождением из армянского рода. Вот, по отцовской линии она была принцессой по крови в 5-м поколении. Ее прадедом был засновник македонской династии, император Василий I, македонянин, если кто не знает. Он родился в семье армянских переселенцев с Македонии. И вот эпоха армянской македонской династии стала временем высшего расцвета средневековой Византии. Вот. Но мы можем назвать еще выдающиеся представителя этой династии, это выходцы из знатных армянских родов. Императоры, полководцы Никифор II, Фока, Иоанн I, Цимисхий, я думаю, что армяне все знают эти особенности. Особенно ее родной брат Василий II. Вот такая вот происхождение Анны, и она имела такие корни. Думаю, что она и свою культуру сюда принесла. Потому я часто говорю, что и украинские, и армянские народы имеют
ну, родственники, имеют какое-то общее происхождение, где-то в нашем глубоком ДНК сохраняется ДНК и армянского, и украинского народа. Ну, вот так про Анну немножко. И, к сожалению, где-то с 13 столетия ее роль была немножко преунижена. Владимир сделал святым, а тоже хотели канонизировать и Анну. Но с 13 столетия как-то все это сошло, и Анну стали забывать. Сейчас наша церковь, Православная церковь Украины, работает над тем, чтобы и Анну тоже канонизировать, чтобы она стала святой. Это было бы очень бы правильно. Я думаю, чтобы это было и для армянского, и для украинского народа очень почетно. Да, и символично, да, и Томас пришел с Константинополя, и христианство пришло с Константинополя, особенно сейчас у нас некая эпоха возрождения, да, особенно в духовной сфере, да, и во многих других сферах. Мне кажется, это было бы символично, и, кстати, в этом роль ваш и ученых вашего центра глобальная, потому что эту историю изучали именно ученые заповедника Софии Киевской, проводили ряд мероприятий, на которых я имел честь тоже присутствовать. Знаете, вот особенно сейчас, в такие тяжелые дни, новое значение, да, приобретает это все, и мы начинаем возвращаться к своим корням, находить своих истинных друзей, истинных, как вы назвали, родственников. Да, для многих это может быть открытие, для многих в третьей стране, проживающих в холодной, это будет неприятно, но это факт, и от фактов никуда не деться. И что самое интересное, что эта история, она европейская, она сыграла большую роль украинской государственности и роли армян в Украине. Кстати, вам что-то известно? Говорили, что вместе с Анной какие-то приходили охранные войска, которые тоже встали на стражу Киева. Вот есть разные такие версии. Вы что-то знаете об этом? Версии такие есть, да. Это даже есть в книге Надежды Николаевны Никитенко, которая написала такую, она не суто научная книга, а такая научно-художественная, публицистическая книга «Путешествие, как же, дорога с Константинополя до Киева». Это как Анна Порфирородная жила там, в Константинополе, приехала в Киев, ее жизнь и все. И я помню, был посол армянский, он, когда увидел эту книгу, он перевел ее на армянский язык и распространил по всем абсолютно посольствам Армении и мира, чтобы они знали, что Анна все-таки природная есть армянка. Вот. Ну, говорю, она с собой привезла много чего. Я думаю, что наша царевна была... Мало того, в самой Святой Софии Анну можно увидеть на стенах. Вот. Это, я же говорила, что у нас светские фрески есть, это уникальное явление. И вот на этих фресках изображена Анна, ее царский выход, ее коронация, и она там в короне, она в царских одеждах, то, что доказывает очень высокое ее положение. И приехав в Киев, царица приехала, потому мы ее почитаем как царицу, как высший ранг светский. Это для нас большая утрата, то, что, скажем, мощи не сохранились. Все же наследие, оно такое, что никакая страна не может присвоить историю киевского государства, потому что даже если кто-то украл и вывез мощи, все равно все то, что было сказано, сделано, и сотни церквей, и всего того, что с ней связано, это все сохранилось. Я вот хотел бы спросить, вот какие важные истории, вот общие страницы истории, вот можно было бы еще, скажем, указать для нашей аудитории, которая, скажем, для себя только открывает историю армян Украины, историю Украины? Ну, давайте вспомним 15 столетие, когда Киев разрушил Менглигерей, было сожжено много церквей, соборов разрушено, София стала. И вот тогда в Софийском соборе армянской общине разрешили проводить богослужение. Это в пределе святого Антония и Феодосия. Но это было такое уникальное явление, что вот совершенно другой нации разрешили. Я думаю, что они помнили, что все-таки Анна армянского происхождения, и не разрешили проводить богослужение.
Но это было где-то конец 15 столетия. В начале 16 столетия мы уже определили и нашли в этом пределе армянские граффити, которые никто никогда не изучал. А наш сотрудник, доктор исторических наук, очень известный эпиграфолог Вячеслав Корниенко, который у меня работает в советнике, заместителем генерального директора научных вопросов, вот нашел эти, прочитали. Это уникальное вообще явление. Хотя если рассматривать Софию, то много народов европейских свою страничку могут открыть, как немцы, как поляки, скандинавы, ну, много-много стран. А если посмотреть на родовод, которые пошли от Владимира, от Анны, это его сын Ярослав Мудрый и его жена, шведская принцесса Ингенгерт, которые были похоронены в Софийском соборе. Между прочим, Анна и Владимир были похоронены в Десятинной церкви, и Владимир ее строил как усыпальницу. И об этом Титмар Баздыбурский, который приезжал в Киев, писал, что стояли в одном из пределов открыты два саркофага. Один Анны, второй Владимира. Анна немножечко раньше умерла, она в 1011 году, а муж ее Владимир в 1015 году. Но они все-таки вдвоем начали строить Киевский Софийский собор, не достроили, потому что Владимир умирает в 15 году, а по канонам византийским должны обязательно уложиться в определенный срок, это 7 лет. И его сын Ярослав Мудрый уже достраивает Софийский собор. В 1018 году его освящают. Ну и еще интересная вещь, которая нам рассказывала, вот буквально мы не так давно увидели при реставрации мозаик такую интересную штуку, что в центральном куполе, в парусах центрального купола почему-то на свежую фреску была положена свежая мозаика. Вот одновременно практически. Ну и наши ученые это трактовали так, что Владимир умер, а собор нужно достроить, а Ярослав пришел, и вы знаете, что там междоусобица еще было, надо дело закончить отца. И тогда приказали вместо мозаик нарисовать, значит, украсить собор фреской. Ну, а уже потом, как его осветили, положили мозаику. Вот такое было объяснение. Конечно, российская историография совершенно говорит о другом, говорит о том, что Софийский собор намного позже возник. Владимир и Анна никакого отношения к ее сооружению не имели, и поэтому полемика достаточно большая была, вот, скажем, в то время, когда я работала, и работали наши ученые, а доказательства тому, что София была при Владимире еще заложена, очень и очень много. По этому поводу есть целая дискуссия, есть целое трактование ученых, и они заслуживают на внимание, потому что российская историография опиралась только на летописи, которые дошли в наше время, где-то нам в 3-м, может быть, во 2-м, переписывая, заказывал эти летописи, тот, собственно говоря, приписав сооружение Софийского собора Ярославу Мудрому. Да, нам очень сложно было это доказывать, но я очень рада, что, пройдя вот эти все испытания, все-таки мировое сообщество ЮНЕСКО, нашу позицию, и мы говорим, что София Киевская возникла намного раньше, чем София Полоцкая, София Полоцкая. Это еще доказывает то, что мы не есть 3 братских народа, о чем говорила Россия, переписав нашу историю. Сейчас мы эту историю поднимаем и говорим о ней правду. Чего Россия это делала? А для того, чтобы то, что и нас сейчас поставили, идентификация и уничтожение украинской нации, выбивая вот этот фундамент из нашей нации, а фундамент состоит из нашего украинского языка, из нашей украинской веры, из наших памятников, об истории нашей. Выбив это все, нация рушится. Вот как карточный дом. Мы сейчас по одной буквально кирпичиночке вкладываем это все, этот фундамент, чтобы наша нация осталась жить надолго, была мощная, чтобы ее воспринимали в мире очень серьезно. Потому что мир все время, вот я сейчас много в прошлом году и в этом году ездила по многим европейским странам,
Я, конечно, не была удивлена, я это знала, но нас очень мало знают. Нас сейчас начинают познавать через войну. Это очень печально. Лучше бы нас познавали через нашу историю, через наши династические союзы, через наши корни, потому что Ингенгерд и Ярослав, о которых я уже говорила, они же были... Ярослав вообще в Европе называли сватом всей Европы. Все 3 дочери вышли за королей европейских и свои роды продлевали там. Вот у нас был... Вернее, наш президент Владимир Зеленский ездил до короля Великобритании, и мы сделали ему такую распечатку, откуда пошел род королевы и короля. Елизавета, теперешнего короля. Они же пошли от внучки Владимира и Анны. От Анны, то, кстати, Ярослав назвал свою дочку Анной в честь Анны Владимир, потому что и сына назвал Владимир, потому что эти были сокровенные имена. И вот Анна стала королевой Франции, выйдя замуж за Генриха I Капетинга и родив детей французского короля Филиппа I. Кстати, Филипп I – это не французское имя, это Пилип украинский. И вот оно прижилось, Филипп I. А вот от Гуга, следующего сына, пошел род королевы Великобритании. Мы им это все показывали. Я вот была в Осло не так давно. Еще одна дочь Елизавета, дочка Ярослава и Ингенгерды, вышла за норвежского короля и стала основательницей вместе со своим мужем, основательницей города Осло. Мужу стоит памятнику Харальду, а ей нету. И вот мы вместе с общиной украинцев, которые живут в Осло, добились того, что в следующем году будет поставлен памятник Елизавете. Следующая дочь стала женою венгерского короля Андроша I. На Балатоне стоит и Андрошу, и Анастасии. Потому вот эти дальше роды, потом от них дети рождались. Вся Европа переплетена. ДНК Анны, Владимира, ДНК Ярослава, Ингенгерды, ну, во всех городах европейских. Этим нужно гордиться, и мы должны об этом везде говорить. Да, особенно, чтобы третья сторона не путала нашу историю. Кстати, они очень часто путают Анну Киевскую с Анной Константинопольской. Даже портреты я видел в интернете, люди выдают, грубо говоря, внучку вместо бабушки, да. Но это все от незнания, от невежества. Они же пытаются украсть, да не знают, что воровать, да. А вот скажите, вот недавно была первая леди Армении в вашем соборе. Увиденное сильно удивило? Вы знаете, она очень приятная женщина, очень образованная. Я лично с ней общалась, и вот первое, что я сказала: госпожа Анна, вы знаете, что мы с вами родственники? Я иногда немножко удивлена была, говорит, да, я уже немножечко знаю, что вот наша Анна Порфирородная, которая вместе с Владимиром строили этот величественный собор, она армянского происхождения. Мне было невероятно приятно. Жена премьер-министра Армении и на таких тонких вещах знается. Это очень-очень-очень. Она с огромным удовольствием слушала экскурсию, она с огромным удовольствием смотрела на граффити, она узнала историю сына Владимира Ярослава Мудрого, его жены Ингенгерды, и вот мы рассказывали тоже о сыновьях и о дочерях, и она глубоко вникла, очень было приятное общение, привезла нам подарки, подарила нам 2 ноутбука, ну, мы ей, конечно, подарили нашу величественную книгу Надежды Николаевны о Софии Киевской, она тоже. Спасибо ей огромное. Смотрите, вот у меня такая книжечка есть, она очень заинтересовала посла Армении в Украине. Это молитовник Владимира Крестителя, мужа Анны. Мы ее нашли в Нью-Йоркской публичной библиотеке и сделали факсимильное издание. И когда мы перед войной хотели презентовать, он подключил посольство Армении в Соединенных Штатах Америки, чтобы нам тоже помочь, и тоже был заинтересован. Но я думаю, что эта перспектива у нас тоже будет совместная с армянским народом. Вот по презентации это молитовника Владимира Крестителя.
Скажите, вот вы были в Армении, вы чувствовали вот эту родственность? И в чем это проявлялось? Я смотрю сейчас по последним событиям, что Армения резко, буквально развернулась в другую сторону. Меня это очень и очень радует. Настолько хороший армянский народ, настолько великодушен, настолько он гостеприимный, глубокий, с такой историей. И вот как-то вот было все это веяние России. Я так радуюсь, что вы отходите от этих российских устоев, от ихней, ну, скажем, руки помощи, я в скобочках об этом говорю. Да, это очень важно, очень важно. Да, особенно, знаете, Украина помогла не только Армении, многим странам узнать истинное лицо России, потому что Россия же везде пыталась представиться другом, но потом этот друг разорял везде, куда попадала нога его солдата, да, скажем так. Что они сейчас в Украине творят? Это, понимаете, такая параллельная реальность. Никогда не могла бы подумать, что в 21 столетии такими методами жестокими, нечеловеческими вести войну, это, ну, вот я не могу это до сих пор принять и понять, и никогда не пойму, и, наверное, никогда не прощу это им. Никогда. Ну, чтобы завершить на позитивной ноте, я бы хотел спросить, как мир воспринимает Софию и нашу историю. Я знаю, что есть какая-то инициатива именно по Анне. Если можно, еще про это расскажите. Я говорила, что в прошлом году и в этом году я много ездила с лекциями. Ну вот очень маленький, коротенький такой пример. Я была приглашена в Оксфордский университет и рассказывала о нашей Софии, об Украине, о Владимире, об Анне, про Ингенгерда Ярослава и о Киевской Руси. И поверьте, что ученые, которые пришли на лекции, это профессора истории, искусствоведения, они были просто поражены моим рассказом. Лекция была 45 минут, они еще 1,5 часа мне вопросы задавали. И о граффити, и изображения, и какие граффити, датировка их, и о светских фресках, которые, то есть уникальное явление. И говорит, у нас ничего нету, мы хотим узнать побольше об Украине, потому что мы понимаем, что это другая страна, не та, о которой мы все время слышали, о которой нам писали, которая давала нам книги и свою историю. И мы тогда собрали 78 книг, по-моему, такие 3 большие ящики, через посольство отправили в библиотеку университета Оксфорда. Мы получили, огромную благодарственность от университета, и они нас пригласили почитать лекции. Не только меня, а еще моих коллег, сотрудников Института Святой Софии. Ну и сейчас вот нас пригласили в большой проект. Мне он очень льстит, потому что поднимается такая политика гендерная, понятие роли женщины в Европе. Вот сейчас выставка будет посвящена, такая европейская выставка, где будут задействованы около 10 стран европейских. Она будет посвящена 2 женщинам. И одна из них – это Анна Порфирородная, это жена Владимира Крестителя. Вторая женщина – это Феофана, которая вышла замуж за германского короля Отто II. И вот через эти 2 личности, я думаю, что мы вместе с нашими коллегами, историками и музейщиками откроем новые страницы в познании отношений давнего Киева, отношений Европы, династических связей, торговли, образования, дипломатических отношений. Я думаю, что за этой выставкой большая перспектива в познании друг друга. Финансировать эту выставку будет Креативная Европа. Мы ждем, что мы все-таки получим большой там грант. И надеемся, что эта выставка будет во многих странах мира, что мы хотим сделать. Вот. Мы будем долго готовиться к ней, потому что надо поднять то, что Европа не знает об Анне, и Феофане тоже мало знает. Будем тоже поднимать эту историю. Поэтому я думаю, что нас платит еще больше все наши народы на основе вот наших династических отношений, нашей общей истории, личностей, которые творили историю. Вот, думаю, что это будет очень хороший проект.
Да, будем надеяться, что армянские ученые не пройдут мимо этого всего, и они тоже приобщатся, потому что это уникальная история. Я когда рассказываю, знаете, мне очень часто в нашей аудитории писали и очень просили, чтобы кто-то из Софии Киевской об этом рассказал. Вот вы сейчас, я думаю, для многих это сенсация, то, что вы сказали, и как, скажем, в Украине относятся к общей истории, что в отличие от некоторых холодных стран, никто ничего происхождения не скрывает, это наоборот популяризируется, и еще и в третьих странах, в Европе в данном случае, в частности, вернее, об этом рассказывается. Знаете, это то единство, которое сплочает украинский народ с теми народами, которые многие века жили на украинских землях. Это наша общая история, наша общая гордость. Пусть врагам на зависть, но все равно нам свое делать и развивать. И я вам очень благодарен. И как в конце бы ваше послание армянскому народу, армянской аудитории, если можно. Мы очень любим армянский народ, и после войны ожидаем вас в гости. С огромным удовольствием расскажем все, что знаем, покажем все. И еще больше приобщим наши народы, сблизим, вернее, наши народы на основе наших глубоких и общих корней. Процветания Армении и подальше оторваться от врага нашего общего. Спасибо вам большое, что нашли время.